Բայց ես ամբողջությամբ նաև կհամաձայնվեմ ձեզ հետ, որ իր գործիքակազմի մեջ իհարկե կա փոփոխություն։ Այդ գործիքակազմը 2018 թվականին պիտի շատ պրպտող եւ թույլ տվեք ես բառնել ասեմ, գիտակցության մեջ լինեիր այդ փսիխոզին չհետևելու համար, որպեսզի հասկանայր, որ 18-ին ժողովուրդը չէ ինչ որ բան անում, 20-ին ժողովուրդը չէ, որ չի ցանկացել Նիկոլին հեռացնել, 21-ին ժողովուրդը չէ, որ Նիկոլին է ընտրել, 26-ին ժողովուրդը չի, որ Նիկոլին է ընտրելու, բայց այդ գործիքակազմը գոնե մինչև 20 թվականն օգտագործվում էր ակտիվ, որովհետև այդ շղարշը ժողովրդի տրամաբանության մեջ խոնարհվելու, սիրելու, չգիտեմ ինչը, կարողանում էր իր ազդեցությունը ունենալ եւ մարդկանց աչքերին թոզ փչել, կարողանալ այնպես անել, որ ոչ մի էմոցիոնալ ֆոն, գիտակցության ֆոն Հայաստանի քաղաքացիների մոտ չլիներ։ 20 թվականից հետո եւ ինչքան ժամանակը գնում է այսօր 2025 թվականին, այո, այդ ստի մանիպուլյացիայի ֆոնը ավելի նվազել է, Նիկոլը ցուցադրում է շատ ավելի բիրտ ուժ, ակնհայտորեն այլևս ցույց տալով, որ բանդայի հետ գործ ունենք։ Եթե մենք 4 տարի առաջ միմյանց հետ խոսում էինք եւ ակնհայտ խնդիր կար, որ ես ձեզ պիտի ապացուցեի ու նաեւ մեր հեռուստադիտողին ապացուցեի, որ բանդայի հետ գործ ունենք, տարբեր ապացուցողական օրինակներով եւ փաստերով դրանց մասին խոսեի, հիմա Նիկոլը շատ պարզ ասում է, որ ինքը բանդայի ղեկավարն է, բանդայի պարագլուխ, որը իրեն տվել է օրինականացված զենք ունենալու հնարավորություն, բռնություն գործադրելու հնարավորություն, որտեղ շատ լավ իմանալով, որ եթե բռնությունը գործադրվում է իր պատվերով, իր SMS-ով, ապա իր հայկական ժամանակում գրած այս կամ այն հոդվածով նշանակում է այդ բռնությունն այլևս օրինականացված է եւ որևէ մեկը այդ բռնության քաղաքական, իրավական պատժի հետևից իհարկե չի գնալու։ Այսօր ինքը Հայաստանի քաղաքացիներին առաջարկում է շատ տարիներ առաջ իր ասած արտահայտությունը հանգիստ վերընկեք տեղներդ, բացելով այս արտահայտությունը կարող եմ միանշանակ պնդել, որ սա ուղղված է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որովհետև այս պահի դրությամբ սոցիոլոգիական հարցումները, մեր անհատական շփումները ցույց են տալիս, որ Նիկոլին ատող Հայաստանի քաղաքացիները, Նիկոլի դավաճանությունը գիտակցող Հայաստանի քաղաքացիների թիվը անհամեմատ մեծ է եւ այնպիսի կշիռ ունի, որ կարող է ցանկացած քաղաքական փոփոխության բերել։ Իսկ ինչ է անում Նիկոլը, կանխում է այդ քաղաքական փոփոխությունը, ինչպես բռնությամբ եւ բացառելով քաղաքական process-ները։